ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրային ռադիոյի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ ոչ միայն մեզ լսել, այլև դիտել, մուտք գործեք armradio.am կայք, սեղմեք դիտել կոճակը կամ էլ մուտք եք գործում Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ, այնտեղ եւս կարող եք մեզ դիտել։ Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։ Համեմատաբար ցածր կենսաթոշակներն ավելանալու են 10,000 դրամով, իսկ ավելի բարձր թոշակները համեմատաբար ավելի փոքր չափով։ Նաեւ նշվում է, որ այդ որոշումը պայմանավորված է 2025 թվականի կանխատեսածից բարձր տնտեսական աճով, նաև առողջության ապահովագրության համակարգի համար նախատեսած բյուջետային հատկացումների բավարարությամբ։ Միաժամանակ նաև հավելենք, որ հրապարակված տեղեկությունների համաձայն հիմնական 24,000 դրամ կենսաթոշակը դառնալու է 34,000 դրամ, իսկ 10,000 դրամով կբարձրանան նաև հաշմանդամության նպաստները։ Նաև հավելենք, որ կբարձրանան զինվորական կենսաթոշակները, սակայն հանրային քննարկումները չեն սահմանափակվում միայն թվերով, խոսվում է գնաճի ազդեցության, նախորդ տարիների բարձրացումների, տնտեսական աճի եւ սոցիալական արդարության մասին։ Եվ այս տեղեկության առավել մանրամասները փուլ առ փուլ կանդրադառնամ զրուցակցիս հետ, իսկ իմ հյուրն է կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։ Բարև ձեզ, Տիկին Գալստյան։ Շնորհակալ եմ կրկին հրավերն ընդունելու համար եւ ես վստահ եմ, որ բոլոր այն հարցերը, որ կան մեր քաղաքացիների մոտ, այսօր ունենան սպառիչ պատասխաններ։ Տիկին Գալստյան, նախ կխնդրեմ հստակեցնենք ինչպես է հաշվարկվել կենսաթոշակների բարձրացման մեխանիզմները եւ որ խմբերն են ստանալու 10,000 դրամ ավելացում, որովհետեւ բոլորին դա է նախ առաջատակրկրում։ Եկեք տարբերակենք կենսաթոշակի տեսակները։ Առաջին հերթին խոսենք աշխատանքային կենսաթոշակների մասին, որտեղ ունենք ամենամեծ թվով մեր կենսաթոշակառուները։ Աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման կարգը սահմանված է օրենքով։ Ստացվում է այնպես, որ որպեսզի աշխատանքային կենսաթոշակի չափը ավելանա, գործիքներից 3-ը կառավարության ձեռքում է, մեկը կենսաթոշակառուի ձեռքում։ Այսինքն կենսաթոշակի չափի վրա ազդող ցուցանիշներն են, հա, հիմնական կենսաթոշակը, աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը, նվազագույն կենսաթոշակը, այս 3 մեծությունները սահմանում է կառավարությունը եւ բնականաբար աշխատանքային ստաժի տևողությունը, որը արդեն քաղաքացու աշխատանքային գործունեությունից է ձևավորվում։ Թե որքան տարի է աշխատել։ Այո, չէ՞ որ կենսաթոշակը նշանակելուց հետո էլ քաղաքացին կարող է շարունակել աշխատել եւ այդ դեպքում դիմել եւ կենսաթոշակը տարին մեկ անգամ վերահաշվարկ է կատարվում։ Տվյալ դեպքում կառավարությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում բարձրացրել է այն 3 ցուցանիշներից 2-ը։ Բարձրացրել է նվազագույն կենսաթոշակի չափը, ինչպես նաև աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը։ Այս 2-ը չշփոթենք իրար, փորձում եմ տարբերել, ճիշտ ասած մտածում եմ։ Ասենք կենսաթոշակը որպես կանոն եթե հաշվարկում ենք, ստացվում է այսպես. հիմնական կենսաթոշակ գումարած աշխատանքային մաս, որը հաշվարկվում է բացառապես ստաժով պայմանավորված։ Քանի տարի է աշխատել։ Այսօր եթե որևէ մեկը դիմի կենսաթոշակի եւ իրեն նշանակենք, կախված ստաժի տևողությունից իր կենսաթոշակի չափը հավասար կլինի 24,000 դրամ գումարած աշխատանքային ստաժով պայմանավորված եւս մեկ գումարելի։ Այդ գումարելի եթե գումարում ենք իրար եւ ստացվում է 36,000-ից քիչ, 36,000-ը հիշենք, որ դա նվազագույն կենսաթոշակի չափն է, հա։ Նրա կենսաթոշակը ստացվում է 36,000 դրամ։ Ասենք օրինակ, եթե այսպես բանավոր որ կարող եմ հիշել ասել, 10 տարվա 10 տարվա աշխատանքային ստաժով, երբ որ մենք կենսաթոշակ ենք նշանակում, կենսաթոշակի չափը ստացվում է 24,000 դրամին, աշխատանքային մասը 9,500 դրամ։ Կենսաթոշակի չափը կլինի 33,500 դրամ։ Քանի որ մենք ունենք նվազագույն կենսաթոշակ 36,000 դրամ, ինչը նշանակում է ինչ բանաձևով ուզում ես հաշվարկի։ Եթե 36,000-ից ցածր եղավ, ապա կնշանակենք 36,000 դրամ։ Եվ ստացվում է, որ այսօր եթե կենսաթոշակ նշանակենք 10 տարվա ստաժով, ապա կենսաթոշակի չափը կլինի ոչ թե 33,500 դրամ, այլ 36,000 դրամ։ Օրենսդրական փոփոխությունից հետո, այսինքն արդեն ապրիլի 1-ից 24,000-ը կդառնա 34,000 դրամ, իսկ 36,000 դրամը
կդառնա 46000 դրամ։ Այս փոփոխության արդյունքում աշխատանքային բոլոր կենսաթոշակները, ամենայն դեպս գոնե տարիքայինը, մասնակի կենսաթոշակը, արտոնյալ պայմաններով կենսաթոշակը, երկամյա ծառայության կենսաթոշակը կբարձրանան ճիշտ 10000 դրամով։ Մի փոքր ավելին կբարձրանան հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակները, ծանր ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանով Այսինքն եւ 10000-ից ավել կբարձրանա։ 10000-ից ավել։ Եվ այս ավելը այդ ավել չափը պայմանավորված է նրանով, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակներին տրվում է հավելում հիմնական կենսաթոշակի 40%-ի կամ 20%-ի չափով։ Այս դեպքում հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակները խորը աստիճանի սահմանափակումով կամ էր հանրահայտ առաջին խմբի հաշմանդամները, հա։ Ինչպես ժողովուրդը։ Ինչպես ժողովուրդն է ասում, կավելանա 14000 դրամով, իսկ ծանր սահմանափակումով կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցը կավելանա 12000 դրամով։ Այսինքն այստեղ ոչ միայն 10000-ով է ավելանում, այլ հավելյալ հաշմանդամություն ունեցող անձանց բարակայում առաջին երկրորդ խմբինը խմբից կախված։ Եկեք անդրադառնանք նաև զինվորական կենսաթոշակների բարձրացմանը, փորձենք հասկանալ ինչպես է հաշվարկվելու եւ կա միասնական տոկոս, թե կրկին տարբեր չափեր են։ Այս զինվորական կենսաթոշակների պարագայում շատ տարբեր չափով կբարձրանան, որտեղ օրենքով սահմանված բանաձևը մի փոքր այլ է։ Այստեղ եւս կան ցուցանիշներ, համարյա նույն ցուցանիշներն են, այսինքն հիմնական կենսաթոշակ, նվազագույն կենսաթոշակ եւ իհարկե զինվորական ծառայության 1 տարվա արժեքը։ Զինվորական ծառայության 1 տարվա արժեքը այսօր 1750 դրամ է, հիմնական կենսաթոշակը 20000 դրամ, նվազագույն կենսաթոշակը 36000 դրամ, ինչպես աշխատանքային կենսաթոշակների դեպքում է։ Այստեղ երբ որ մենք հիմնական բանաձևը այլ է, բանաձևն էսպես է, հա, աշխատավարձը հաշվարկելու անձնական գործակիցը բազմապատկվում է հիմնական կենսաթոշակով։ Ահա, փորձում եմ մտովի պատկերացնել։ Պատկերացրեք, այսօր եթե որևէ մեկին զինվորական ծառայության կենսաթոշակ ենք նշանակելու, մենք նայելու ենք, թե իր աշխատավարձը այսօր ինչ գործակցով է ստանում։ Պայմանական ստանում է 4 գործակցով, այո։ Զինվորական կենսաթոշակ, երկամյա ծառայության կենսաթոշակը նշանակում ենք առնվազն 20 տարվա զինծառայության ստաժի պարագայում։ Ենթադրենք, թե ունի 20 տարվա զինվորական ծառայության ստաժ։ Մենք հիմա զինվորական կենսաթոշակ ենք հաշվարկում 4 գործակցով, այսինքն աշխատավարձը ազատվելու պահին աշխատավարձը 4 գործակցով ստացող զինծառայողի համար, որն ունի 20 տարվա զինվորական ծառայության ստաժ։ Իր կենսաթոշակը կլինի 4 անգամ 20000 դրամ, սա հիմնական կենսաթոշակն է, 80000 դրամ եւ 1750 անգամ 20 է տարագայում, եթե 20 տարվա ստաժ ունի։ 3500, հա, 35000 Մոտավորապես 35000, 80-ն էլ եթե գումարում ենք, 80000 ունենք, 115000։ Այսինքն եթե այսօր մեր այս զինծառայողին, որ սահմանված կարգով արձակվի զինծառայությունից եւ դիմի կենսաթոշակ նշանակելու, մենք իրեն նշանակելու ենք 115000 դրամի չափով զինվորական կենսաթոշակ։ Երբ որ մենք բարձրացնում ենք հիմնական կենսաթոշակի չափը, տեսեք աշխատանքայինում բոլորն այդ չափով միանգամից բարձրանում են, որտեղ ինքը գումարելու տեսքով է։ Իսկ այստեղ բազմապատկվում է։ Զինվորական կենսաթոշակների հիմնական կենսաթոշակը բարձրացնում ենք 1000 դրամով։ 20000 դրամից դառնում է 21000 դրամ։ Սա նշանակում է, օրինակ իմ բերած օրինակում, հիմնական կենսաթոշակի չափի ավելացման հաշվին ավելանալու է 4000 դրամով, որտեղ գործակիցի հիշում եք 4 էր։ Այո։ Այսօր 20000-ն է բազմապատկվում 4-ով, ապրիլի 1-ից 21000-ը կբազմապատկվի 4-ով։ Այսինքն 4000 դրամով իմ բերած օրինակում կավելանա։ Նվազագույն գործակիցը զինծառայողների 1.89%-ն է։ Այսինքն միայն հիմնական կենսաթոշակի չափը բարձրացնելու հաշվին զինվորական կենսաթոշակը բարձրանում է առնվազն 1890 դրամով։ Առնվազն կախված գործակցից, արդեն հասկացանք սա, հա։
Հիմա մյուս գումարը լինայինք զինծառայության ստաժից արդեն ելնելով մենք հաշվեցինք, որ կլիներ 35,000 դրամ, իսկ երբ որ մենք սահմանենք 1750-ը դարձնում ենք 2000 դրամ, դառնում է 40,000 դրամ արդեն 20 տարվա ստաժով, այսինքն բարձրանում է 5,000 դրամով։ Հետևաբար իմ բերած օրինակում զինվորական կենսաթոշակը 4,000-ին գումարած 5,000 դրամ, կավելանա 9,000 դրամով, 4 գործակից ունեցող զինծառայողի կենսաթոշակը կբարձրանա այդքանով։ Այստեղ պարզ է, որ ինչքան ստաժը բարձր լինի զինծառայության, այնքան շատ կբարձրանա, ինչքան բարձր կոչումից արձակվի զինծառայությունից, որովհետև ինչքան կոչումը բարձր է, այնքան գործակիցը բարձր կլինի, հա, այնքան կենսաթոշակի չափը բարձր կլինի, նրբություններ կա եւ այստեղ մենք չենք կարող ասել ստանդարտ, բոլորինը բարձրանում է այսքան դրամով։ Յուրաքանչյուրինը կբարձրանա որոշակի չափով, բնականաբար նույն գործակիցը եւ նույն ստաժն ունեցողների պարագայում նույն չափով կբարձրանա։ Իսկ չափից եւ այն տարբերակված առանձին կբարձրանա։ Ես բացմանս ժամանակ ասացի, որ կենսաթոշակները բարձրանալու են, ավելանալու են 10,000 դրամով, իսկ ավելի բարձր թոշակները համեմատաբար ավելի փոքր չափով։ Հիմա հասկանանք այդ բարձր կենսաթոշակները որոնք են եւ համեմատաբար ավելի փոքր չափով։ Եկեք այս հարցը մի քիչ այսպես քննարկման առարկա շատ չդարձնի, որտեւ ինքը հիմքում ավելի շատ թվաբանություն ունի։ Զուտ, որովհետեւ շատ ռադիոլսողներ հարցում են իսկ իմը որքան է բարձրանալու իմը այսքան։ Մեր ռադիոլսողներին ասենք հետեւյալը. հարգելի ռադիոլսող, եթե դուք աշխատանքային կենսաթոշակ ստացող եք, ուրեմն ձեր կենսաթոշակը առնվազն 10,000 դրամով բարձրանալու է։ Ամենակիչը։ Ոչ պակաս, ոչ պակաս, այո։ Այսինքն 10,000 դրամից բարձրը կա, ցածրը չկա։ Իսկ եթե մենք տարբերություն առանձնահատկությունները կամ բացառությունները նշեցի, առաջի երկրորդ խմբի հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակներն են եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաների հաշմանդամության կենսաթոշակը ներողություն։ Կերակրողը կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակը, որը կավելանա 50,000 դրամով։ Մնացածները բոլորն աշխատանքային կենսաթոշակները բարձրանում առնվազն ուղիղ 10,000 դրամով։ Զինծառայությունն էլ արդեն ասեցի։ Արդեն մանրամասնեցիք, վարչապետը նշել է, որ բարձրացման որոշումը պայմանավորված է տնտեսական աճով։ Եկեք նաև մանրամասնենք եւ փորձենք ռադիոլսողների համար մանրամասնենք, թե ինչ կա տնտեսական ցուցանիշների եւ կենսաթոշակների վերանայման միջեւ, հա։ Ինչ սկզբունքով է հնարավոր դառնում դա իրականացնել։ Իհարկե սա կտրուկ փոփոխություններ, իհարկե սա ծախսատար փոփոխություն է, սա պահանջում է լուրջ ֆինանսական ռեսուրսներ։ Ճիշտն ասած, որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ, այն որ ասում է իմ հարցը, իմ խնդիրը թոշակների ավելացումն է։ Համամասնություններ, որովհետև ասենք իրենք հենց այսպես պարզապես չեն բարձրանում, որքան էլ տարբեր տեսակներ լինեն, իրենք համակարգային ամբողջության մեջ են։ Չես կարող մեկ այսպես բարձրացնել, մեկն այնպես բարձրացնել, այսինքն մեր պատասխանատվության շրջանակը այդ կենսաթոշակների համակարգային բարձրացումն ապահովելն է։ Իսկ այդ դրանց ֆինանսավորման հարցը ճիշտ ասած ավելի մանրամասն ու լավ կարծում եմ կներկայացնեն ֆինանսների նախարարության մեջ գործընկերները։ Մեր նաև թոշակառուներին շատ հետաքրքրում է եւս մեկ բան, որ շատ շուտով հիմնականում թոշակները ստանալու են, հնարավորություն են ունենալու ստանալ միայն քարտային տարբերակով եւ արձեռն թոշակներ այլևս չեն ստանալու։ Դա որ ժամանակահատվածից սկսած է։ Հասնեն ստացվեց ապրիլի 1-ը մեզ համար բեկումնային այսպես ամսաթիվ ստացվեց, որովհետև հասնեն ապրիլի 1-ից բարձրանում են կենսաթոշակները, ապրիլի 1-ից մենք անցնում ենք բացառապես անկանխիկ եղանակով վճարումներին։ Այս պարագայում ինչպես եք փորձելու հոգալ այն թոշակառուների կարիքները, որոնք օրինակ միայնակ են, քարտերից օգտվել չգիտեն կամ տանից դուրս գալ չեն կարող, այս տարբերակները արդյոք մտածել եք մեխանիզմներ, որպեսզի իրենք խնդիրները բնականաբար մտածել ենք, բնականաբար խնդիրները հնարավորինս տեսել ենք, որ խնդիրը որ չենք տեսել փառք Աստծո մեր շահառուները անպայման զանգահարում են, գրում են, այցելում են, իրենց խնդիրները ներկայացնում են ու շատ ճիշտ են անում, որովհետև առանց այդ հետադարձ կապի հնարավոր չի ամբողջական պատկերն իմանալ, խնդիրները վերհանել, դրանք համակարգել, դասակարգել, լուծումներ գնալ, իհարկե կան այդ խնդիրները։ Այդ խնդիրները լուծելու
լավագույն ու կարճ ճանապարհը բանկերի հետ համագործակցությունն է։ Քանի որ կենսաթոշակների նպաստների վճարումը կազմակերպում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը, այս հարցում մեր ծառայության ամբողջ անձնակազմը, ես կասեի, շատ սերտ համագործակցում է եւ բանկերի հետ, եւ քաղաքացիների հետ։ Բազմաթիվ տունայցեր, խնդիրների վերհանում, լուծումներ, ամեն դեպքում կարծում եմ, որ տեսականորեն բոլոր խնդիրները դիտարկել ենք, լուծումներն արել ենք, բայց իրավակ իր պրակտիկան ցույց է տալիս, որ երբ որ գալիս է կիրառման պահը, այնուհանդերձ խնդիրներ ծագում են, որ չենք նախատեսել, չենք տեսել, բայց կարծում եմ, որ մեր այս ծառայության այն ահռելի աշխատանքը, որ հիմա տանում են իրենք, հնարավորինս այդ խնդիրների, նույնիսկ ինձ թույլ կտամ ասել, բացարձակ մեծամասնությունը վերհանված են։ Դրանց լուծման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկված են։ Բանկերի հետ հնարավորինս համագործակցում ենք։ Սուրհանդակային ծառայություններից ենք օգտվելու, որպեսզի այսքան հիմա այդ գործընթացը պատկերացնենք, հա։ Այո։ Ես ստանում եմ կանխիկ եղանակով կենսաթոշակ այսօր։ Փետրվար ամսվանը ստացել եմ կանխիկ եղանակով։ Ես այդ կանխիկ եղանակով լավագույն դեպքում ստանալու եմ նաև մարտ ամսին։ Ապրիլ ամսին ես այլևս կանխիկ եղանակով չեմ կարող ստանալ։ Բայց ես վախենում եմ օգտվել այդ քարտերից։ Այդ վախերը մի օր պիտի հաղթահարենք։ Տարիքով Այդ վախերը լինում են եւ երիտասարդների մոտ, եւ միջին տարիքի, եւ տարեցների մոտ, եւ քարտերի եւ ցանկացած նոր իրավիճակի հետ ծագում են։ Փոփոխություններն այսպես հանգիստ ընդունվող չեն, նորմալ տրամաբանական է։ Մի մասը կսովորի, մի մասին կօգնեն, ինձ թվում է քիչ չեն եղել այդ դեպքերը, որևէ մեկից որ մոտեցել խնդրի որ բանկամատից մենք օգտվել ենք, մոտեցել խնդրել են օգտվել չիմանալը ավելի կարևոր է հեսպարակայում եւս, որ պիտի նաեւ այդ կանոններին էլ հետևեն։ Ես կարծում եմ մենք կոլեկտիվ աջակցությամբ պիտի կարողանանք, չեմ ուզում այսպես վերամբարձ բարձրախնդրի, որովհետեւ կա այդ հարցերը կան, սոցիալական աշխատողի դերը այստեղ էլի կա։ Շատ մեծ պիտի լինի։ Շատ մեծ պիտի լինի։ Իրենք հիմնականում նաև պիտի աշխատեն, սովորեցնեն, ճիշտ եմ հասկանում։ Իրենք աջակցեն, կօգնեն։ Գիտեք, առաջի խնդիրը նա էր, որ նախ կարողանանք ներգրավել գործընթացի մեջ։ Հիմա այն որ ես օրինակը բերեցի, ես ինչ պիտի անեմ։ Լավ, ասենք մարտին էլ կանխիկը ստացա։ Բայց ապրիլին ինչ անեմ։ Ես երկու բան ունեմ անելու։ Կամ մինչև մարտի 5-ը ինքս դիմում գրեմ, տարածքային բաժին գնամ, հարևանից խնդրեմ իմ փոխարեն մի առցանց դիմում ներկայացնի, որտեվ կա նաև առցանց դիմում ներկայացնելու։ Եկեք մեր ավագ սերնդի ներկայացուցիչներն իպես բան չնենք։ Մենք աշխատող կենսաթոշակառուն ենք տալի, որոնք քարտով աշխատավարձ են ստանում։ Ճիշտ է, ուղղակի կան դեպքեր, ես ուզում եմ բոլորի հարցերին պատասխանենք։ Կան դեպքեր, այո։ Եվ ուրեմն մինչև մարտի 5-ը, եթե ընտրեցին իրենց համար նախընտրելի բանկ, որի միջոցով կցանկանային կենսաթոշակ ստանալ, շատ լավ։ Եթե ոչ մարտի 5-ին, ով կանխիկ եղավ, ծրագրային այնտեղ մոդելներ ենք կիրառում եւ պատահականության սկզբունքով ընտրում ենք բանկ։ Այո, իրենց փոխարեն են։ Իրենց փոխարեն։ Եվ արդեն ապրիլին գումարը կուղարկվի այն բանկ, որ իրենց փոխարեն ընտրած կլինի կամ իրենք դիմումով արդեն իսկ ընտրած կլինեն։ Այստեղ նաև խոսենք եւս մեկ կարևոր փոփոխության մասին, այսինքն շահագրգռում են քաղաքացիներին առհասարակ, որպեսզի գնումները կատարվեն հիմնականում անկանխիկ եւ այդ շահագրգռող բաղկացուցիչ մասն էլ իհարկե հետվճարն է, որ եթե անկանխիկ ես գնումներ կատարում թոշակառու ես, ապա որոշակի գումար հետ է վերադարձնում պետությունը քո քարտին։ Այս պարագայում կարող ենք ասել, որ անկանխիկ գնումները կհեշտացնեն նաև այն ընթացքը, որ վախենում է բանկոմատներից օգտվել, այս պարագայում կարիքը չկա օգտվել, ուղղակի պետք է գնալ խանութ եւ քարտով վճարումներ կատարել, ու երբ խոսք բարձրացավ, որ թոշակները ավելանալու են, բոլորին միանգամից հետաքրքրում էր, այդ հետվճարային համակարգը մնալու է թե ոչ, շատ արագ ստացանք սպառիչ պատասխան, որ այո լինելու է։ Կուզեի նաև մանրամասնել այդ հետվճարային համակարգի կարևոր դրույթները։ Գիտեք, երբ որ խոսում ենք անկանխիկ վճարումների եւ հետաճարի մասին, գործնականում խոսում ենք մենք այն դեպքի մասին, որ փայտ ունի երկու ծայր։ Եվ իսկապես մի ծայրում ինչու՞ չէ, պետական քաղաքականության ուղիղ շահն ու նպատակն է անկանխիկ գործառույթների ծավալի ընդլայնումը։
Այո, որը իր հերթին նպաստում է ստվերային տնտեսության ծավալների կրճատում, բյուջետային եկամուտների թվի մեծացում, ինչն էլ իր հերթին բերում է ծախսերի մեծացմանը, ավելի շատ սոցիալական խնդիրների լուծում, տնտեսական եւ այլն։ Փայտի մյուս ծայրը հետվճարի համակարգն է, ու քանի որ կառավարությունը կենսաթոշակների չափերը ավելացնում է նաեւ հետվճարների միջոցով, եկեք արդեն հաշվի առնենք, որ 10,000 դրամ հետվճարն իմ կարծիքով քիչ գումար չի իրենից ներկայացնում։ Որքան պիտի իրենք անկանխիկ գնում անեն, որպեսզի 50,000 դրամի պարագայում եթե անկանխիկ գնումներ կատարեն, ապա կունենան արդեն 10,000 դրամ հետվճար։ Այսինքն, որպեսզի կարողանանք մեր բոլոր կենսաթոշակառուներն այս հետվճարի համակարգում ներառել եւ նաեւ նրանք ավել կենսաթոշակներ ստանան, այս տեսանկյունից էլ անկանխիկ վճարումների համակարգը իրեն արդարացնում է։ Այս պարագայում ստացվում է, որ հավելյալ եւս ինչ որ գումար է հետ գալիս իրենց, որը տեսեք, եթե նվազագույն կենսաթոշակը դառնում է 46,000 դրամ, 20%-ը արդեն 8,000 դրամից ավել է ստացվում, այսինքն 50,000-ը գերազանցում է։ Ստացվում է մեր կենսաթոշակառուն անվանական կենսաթոշակը 46,000, նվազագույն 46,000-ն է, գործնականում ինքը ստանում է ավելին քան 50,000-ը։ Իհարկե կենսաթոշակառուներ կան, որ չեն կարող իրենց թույլ տալ այդ 50,000-ն ամբողջությամբ անկանխիկ վճարել, ճիշտ կարող են թույլ տալ, բայց կոմունալ ծախսերն առնվազն հետվճարի հաշվարկում ներառված չեն։ Այսինքն եթե կոմունալը հանենք, այնուհանդերձ իրենք մոտենում են 10,000 դրամի սահմանին, կարող են առավելագույն ունենալ հետվճար։ Եթե քիչ են ծախսում նախատեսածից, էլի ինչ որ չափի տոկոսով հետվճարանում է թե ոչ։ Կարևոր չի ինչքան են ծախսել։ Եթե 1,000 դրամ կծախսեն անկանխիկ եղանակով, 1,000 դրամի նկատմամբ կհաշվարկի 20%-ը։ Եթե 20,000 դրամ կծախսեն 20,000-ի, ամբողջ կենսաթոշակը ամբողջ կենսաթոշակի, ուրեմն 20,000 դրամը կիրառվում է անկանխիկ գործառնությունների նկատմամբ 20% դուրիքաչափով եւ չի կարող գերազանցել 10,000 դրամը։ Այսինքն ես կարող եմ ունենամ 60,000 դրամ, 60,000 դրամ կենսաթոշակն ես անկանխիկ եղանակով ծախսեմ, դրա 20%-ը կկազմի 12,000 դրամ, բայց միևնույն է հետվճարը կվճարվի 10,000 դրամը։ Այստեղ կապ չունի թե ինչ գնումներ ենք կատարել, որովհետև շատ թոշակառուների հետաքրքրում էր արդյոք ցանկացած գնման պարագայում գնումը գնում է, այսինքն անկանխիկ։ Շատ լավ հարց է։ Իհարկե, բոլոր այն անկանխիկ գնումները, որոնք կկատարվեն պոստտերմինալների միջոցով, այն որ քարտա անցկացնում ենք ապարատով, պոստտերմինալների միջոցով կատարված բոլոր վճարումները, բացառությամբ, ինչպես արդեն նշեցի, կոմունալ վճարումները, բոլորի նկատմամբ հաշվարկվում է հետվճարը։ Ձմռան ամիսներին կոմունալ վճարները շատ են լինում եւ այս պարագայում մի քիչ ամեն դեպքում փետրվար ամսվա տվյալներով եւ առաջինը 20% դուրիքաչափով փետրվար ամսին ենք վճարել, այսինքն հունվար ամսին կատարած գործարքների հիման վրա փետրվարին արդեն վճարել ենք, արդյունավետ դուրիքաչափը կազմել է 14.7%։ Այստեղ նաեւ շատ թոշակառուների հետաքրքրում էր, ես պատասխանները գիտեմ, բայց որպեսզի հնչեն պատասխանները, դրա համար եմ այս հարցերը տալիս, արդյոք ինչ որ բան է պետք անել, որպեսզի այդ հետհաշվարկը աշխատի հենց իրենց քարտի հետ, թե ինքնաբերաբար մեխանիզմը արդեն անում է, ոչ մի բանի կարիք չկա։ Հաշվարկվում է, մեր կենսաթոշակառուից հասնում է ընդհանրապես իր կարտով օսով վճարումներ կատարել։ Եվ մեզ էլ մնում է, մեզնից էլ հասնում է, որ խանութները չհրաժարվեն անկանխիկ խնդիրը կա, եկեք դա էլ ասենք, այո, խնդիրը կա։ Եվ հուսանք երբեմն ինտերնետը չի լինում, երբեմն կապը լավը չի լինում։ Վերջը լինում են։ Նաև տեխնիկական ինչու՞ չէ լինում են դեպքեր, բայց կարծում եմ այ հասարակությունը պիտի կգնա ավելի բնականon ու նորմալ հարաբերությունների երկկողմանի։ Կենսաթոշակառուների համար էլի կարևոր փոփոխություններ նախատեսվում են կամ նորություններ կսպասենք, թե եկեք երկու նորությունները իրականացնենք։ Ես կարծում եմ անկանխիկի իրականացումից հետո ապրիլի 1-ից մենք դեռևս կունենանք անելիքներ, պիտի կարողանալ այո անկանխիկը մատչելի ու հասանելի դարձնել բոլոր կենսաթոշակառուներին։ Եկեք հիշենք, որ այսօր արդեն իսկ անկանխիկ եղանակով վճարվում է, այսօր անկանխիկ եղանակով վճարվում է։ Որքան տոկոսն է թոշակառուների օգտվում անկանխիկ եղանակի դարձ։ Շատ մեծ տոկոսը։ Ես հիշում եմ
եթե չեմ սխալվում, փետրվար ամսվա տվյալներն էին վճարման ցուցակները մոտ 660,000 ընդհանուր միայն թոշակառուները չեն նպաստառուներ եւ այլն 600,000-ից 615-25,000-ը արդեն իսկ անկանխիկ է։ Այստեղ մենք փոքր թվով կենսաթոշակառուներ ունենք, որ կանխիկ եղանակով են ստանում։ Խնդիրը նրանում է, որ այդ կենսաթոշակառուների հիմնականում խոցելի խմբից են։ Այո, ես Դա է, այսինքն այստեղ ոչ այնքան թվականակի հարցն է, որքան կենսաթոշակառուների կազմը, ովքեր են այդ թոշակառուները։ Իհարկե սա ձեր տիրույթում չէ այն խնդիրը, որ կբարձրաձայնեմ, բայց կուզեի բարձրաձայնել, որովհետև անմիջականորեն կապ ունի թոշակառուների հետ։ Դուք ասացիք, որ դուք սերտ գործակցում եք բանկային համակարգերի հետ, բայց մենք նաև գիտենք, որ բանկերը ապահովությունից, անվտանգությունից ելնելով պարտադրում են, որ թոշակառուն կամ մարդը ում պիտի ծառայություն մատուցեն, կամ ներկայանա, կամ ինչ-որ տարբերակներ։ Այստեղ թեթև խնդիրներ կան, մենք լիահույս լինենք, որ բանկային համակարգը եւս ավելի ճկուն կլինի այդ առումով եւ կկարողանա նաեւ թոշակառուները, որոնք կանված են օրինակ անկողնուն եւ չեն կարող պարզապես դուրս գալ տնից, չգիտեմ, վիդեո տարբերակներով կամ այլ տարբերակներով կամ աշխատակցի ուղարկելով, չգիտեմ, այս տարբերակը ինչպես պիտի լինի։ Հարցը ընդունում եմ հասկանալի է լուրջ։ Ուղղակի խնդիրը երկու կողմից դիտարկենք։ Դրա համար նշեցի անվտանգությունից ելնելով։ Բանկային ներքին ընթացակարգերը այստեղ լուրջ դրամաշրջանառություն է կատարվում եւ բանկերի ներքին կանոնակարգերը շատ հստակ են։ Այդ կանոնակարգերը պիտի իսկապես հստակ լինեն, ավելին պիտի շատ ճշգրիտ լինեն, որ մենք վաղը միսօր չասենք, բայց իմ քարտի գումարն ուրա, ես 20 ունեի, ինչի է 2-ը մնացել։ Այսինքն այդ ճշգրտությունը, հստակությունը խիստ անհրաժեշտ է։ Հենց ինչպես դուք նշեցիք, հենց մեր իսկ անվտանգության համար է անհրաժեշտ։ Եվ այդ ձեր ասած ճկունությունը պիտի լինի ոչ թե իմ կարծիքով։ Իսկապես մենք մի քիչ մեր դաշտից դուրս ենք իմ հարցը քննարկում։ Խնդիր բարձրաձայնեցի, պիտի լինի ոչ թե նրանում, որ բանկը այդ իր կառուցակարգերը ներքին գործընթացներ բարձեցնի, հեշտացնի, դա մեզ օգտակար չի լինի։ Դա մեր երաշխիքները կթուլացնի։ Այլ մտածում ենք եւ հենց բանկերի հետ մենք այդ ուղղությամբ ենք աշխատում, որի ծառայությունները հասանելի դարձնենք, մատչելի դարձնենք։ Եվ արդեն նշեցի, որ սուրհանդակային ծառայություններից ենք բանկերը նախընտրում օգտվել, ինչպես նաև առանցին դեպքերում դուք էլ նշեցիք, բանկի աշխատողները տնայցեր կկազմակերպեն, այո, կլինի։ Այո։ Սա արդեն Այսինքն ծառայությունների մատուցման եղանակներն են փորձում այդ բանկերը ճկուն միջոցներ ձեռնարկել, իսկ բանկային ներքին կանոնակարգերը ավելին մեր քննարկումների արդյունքում մենք էլ ես կասեի որպես շահառու այսպես ավելի ինձ վստահ զգացի, որ բանկերը չեն պատրաստվում որևէ բարձեցումներ, հեշտացումներ անել, իրենք խիստ պահանջները, որ դրվում է դրամաշրջանառության նկատմամբ, իրենք պահում են ու ճիշտ են անում ու լավ են անում։ Դա մեր անվտանգության երաշխիք է։ Այստեղ կան նրբություններ, որոնք լավ կլինի հաշվի առնվի, իսկապես դա լուրջ խնդիր է։ Մատուցման փուլում արդեն, այ, երբ որ առնչվում է քաղաքացուն, այդ իրենց ասած ֆրոնտում պիտի կարողանան վերջին 2 րոպեն է մնացել եւ կցանկանայի եւս մեկ անգամ ամփոփելով այսօրվա թեման։ Մի բան բաց ենք թողել, մենք շատ արագ ասենք, նպաստներին ենք մոռացել։ Ճիշտ է։ Ծերության հաշմանդամության կերակրողին կորցնելու դեպքում նպաստներն ենք մոռացել։ Սրանք այն նպաստներ են, որ նշանակվում են, երբ որ անձը ունի բավարար աշխատանքային ստաժ։ Այսինքն, եթե անձը ունի 5 տարվա ստաժ, նրան կնշանակվի նպաստ, ծերության նպաստ, եթե ունի 10 տարվա աշխատանքային ստաժ, կնշանակվի տարիքային աշխատանքային կենսաթոշակ։ Իրենք ամբողջությամբ այս համակարգով են բարձրանում եւ կավելանան նաեւ աշխատանք ներողություն նպաստների չափեր, իմ նշած նպաստներ, պետական նպաստներից ավաններով մի քիչ շատ ավելի ընդգրկուն են, մի 10 տեսակ նպաստ ունենք։ Այս 3 խումբ նպաստները եկեք նույնիսկ ես կրկնեմ ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստները։ Նպաստների չափերը եւս կավելանան, եւս ճիշտ 10,000 դրամ։ Այստեղ է դրամով։ Այո։ Ընդհանուր եկանք ճիշտ եմ հասկացել, եթե ընդհանուր ամփոփենք, ապա կհասկանանք, որ մինիմում ամենակիչը 10,000 դրամ բարձրանում են
կենսաթոշակները աշխատանքայինը աշխատանքային նպաստները, իսկ զինվորական կենսաթոշակների շատ պարագայում կրթություններ կան, շատ տարբերակված անհատական են այո, հաշվարկվում եւ քանի որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բավականին բաց աշխատանք է տանում եւ թեժգից գոյություն ունի եւ որքան հասկանում եմ դուք նույնպես ակտիվ կապի մեջ եք քաղաքացիների հետ, նրանք կարող են on-line տարբերակով դիմումներ ներկայացնել եւ ստանալ սպառիչ պատասխաններ, վստահ եմ նաեւ կայքում էլ ամբողջական տեղեկությունները ներառված են, մնում է միայն չալարել, մուտք գործել եւ կարդալ։ Շնորհակալ եմ։ Կամ այսօրվա հաղորդումը լսել։ Այսօրվա հաղորդումը լսեք, շնորհակալ ենք ձեզ Տիկին Գալստյան այս մանրամասը ներկայացնելու համար, որովհետեւ յուրաքանչյուր փոփոխություն շատ կարեւոր է նախ առաջ իրազեկել, որպեսզի այդքան վախենալու չթվալ, որքան որ կա իրականում, եւ կարծում եմ արդեն շատ անհանգստացնող հարցերի պատասխաններ այսօր ստացանք, ոչ ոք թող չանհանգստանա, սոցիալական աշխատողները, սուրհանդակի ծառայությունը եւ բանկերի հետ սերտ գործակցությունը կբերեն ընդհանուր հայտարարի եւ մաքսիմալ կկչացնեն խնդիրները, որոնք էլ ժամանակի ընթացքում կլուծվեն։ Այո։ Շնորհակալություն, հիշեցնեմ հարգելի ռադիոլսողներ, իմ զրուցակիցներ կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը, ես Լուսինե Մուրադյանն եմ, առաջարկում եմ շարունակել հետևել Հանրային ռադիոյի աշխատանքներին։ Քո ձայնը